Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ներկայացնեմ մեր երկրորդ հյուրին, միանգամից անցում թեման։ Հոկտեմբերի 26-ից Երևանում մեկնարկում է ֆլեյտայի երկրորդ միջազգային փառատոնը, համերգներ, վարպետության դասեր, դասախոսություններ, հանդիպում, շփումներ եւ իհարկե հյուրեր տարբեր երկրներից։ Փառատոնի սպասվող համերգների եւ հյուրերի մասին կպատմի մեր հյուրը։ Ֆլեյտայի Երևանյան միջազգային երկրորդ փառատոնի համակազմակերպիչ ֆլեյտահար Նարեկ Ավագյանը։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի լույս, շնորհակալություն, որ հրավիրեցիք ձեր գեղեցիկ տաղավար։ Մենք ենք շնորհակալ, որ եկաք եւ միանգամից առաջին հարցը, ինչպես ծնվեց փառատոնի գաղափարը։ Փառատոնի գաղափարը ծնվեց դեռ անցած տարի, առաջին ֆլեյտայի փառատոնի ժամանակ, երբ Վարդան Վիրաբյանի կազմակերպիչի հետ եւ հիմնադիրի հետ խոսում էինք, թե ինչ է կարելի անել, որպեսզի ֆլեյտայի հետ կապված ամեն ինչը Հայաստանում ավելի զարգանա, մենք ոնց որ մտածեցինք այս գաղափարը, որ կարելի է կազմակերպել ֆլեյտայի փառատոն։ Եվ ճիշտն ասած, այն արդեն շատ երկար տարիներ էր, որ այդ գաղափարը հասունանում էր, քանի որ նրա դուստրը Էլեն Վիրաբյանը հրաշալի ֆլեյտահարուհի է, հիմա արդեն 15 տարեկան, որը որ բոլոր հնարավոր մրցույթներին հաղթում էր միջազգային եւ այժմ ունի չնայած փոքր տարիքին մեծ հեղինակություն եւ նաեւ դրա շնորհիվ է, որ մենք այսօր կարողացանք կազմակերպել։ Իսկ ինչով է տարբերվում փառատոնը անցած տարվա փառատոններից։ Իր մասշտաբով է ավելի տարբերվում, քանի որ հոկտեմբերի 27-ին լինելու է բացման համերգը Արամ Խաչատրյան համերգասրահում եւ մասնակցելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյան, եւ երրորդ համերգներին, որոնք տեղի են ունենալու Առնո Բաբաջանյան համերգասրահում հոկտեմբերի 28-ին եւ 29-ին, երկրորդ բաժնում երկու համերգին էլ նվագելու է Կավեարտ անսամբլը, նվագակցելու է մեր սոլիստներին։ Անցած տարի նույնպես Կավեարտ անսամբլը մասնակցում էր, բայց այս անգամ երկու համերգ եւ մեծ նվագախմբի հետ բացում դա շատ ավելի մեծ է, ավելի մասշտաբային է։ Ավելացել են դասախոսությունների քանակը, 100 ժամ վարպետության դասընթացներ են անցնելու այս 4 օրվա ընթացքում։ Կարող եք պատկերացնել, թե ինչ խելագար գրաֆիկ է մեզ սպասվում այս մի շաբաթում։ Տիտանական, այո։ Եվ իհարկե մեզ միացել են 10 հրաշալի ֆլեյտահարներ, մի քանիսին շատ կուզենամ նշել, արդեն լեգենդար դարձած Մարիո Բրունոն, որը որ հաղթել է բոլոր հնարավոր մրցույթները, հեղինակավոր, այդ թվում Ժնևի մրցույթը, միջազգային ARD-ն, Կոբեի ֆլեյտայի մրցույթը, նա նվագելու է բացման համերգին եւ հոկտեմբերի 28-ի համերգին։ Նաեւ մեզ միացել է Վենսան Լյուկան, ով Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսորն է եւ Փարիզի նվագախմբի առաջին ֆլեյտան, նա նույնպես հոկտեմբերի 27-ին եւ 28-ին մեզ հետ նվագելու է։ Իսկ որ երկրներից են ժամանելու հյուրերը, մի երկուսը արդեն ասացիք։ Շատ երկրներից, ճիշտ ասած թվով չեմ կարող ասել, բայց Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից ոչ միայն Մարինյան թատրոնի առաջին ֆլեյտահարը Դենիս Լուպաչովն է գալու, այլ նաև շատ ուսանողներ են ժամանելու Հայաստան, որպեսզի ներկա գտնվեն թե համերգներին, թե վարպետության դասերին, ԱՄՆ-ից, Հունաստանից, Դիմիտրի Ստավրյանիդին է մեզ միանալու հրաշալի ֆլեյտահար, Ռուսաստանից նաև Գնեսինների երաժշտական կոլեջի դասախոսն է մեզ հետ նվագելու եւ այնտեղ եւ իր սաներից նույնպես ելույթ են ունենալու մի շարք երկրներից։ Նարեկ ջան, դուք ունենալով այսպես երաժշտական մեծ փորձ, անցած ճանապարհ, ինչ խորհուրդ կտաք այս մատաղ սերունդին, հա, այսպես ասած, մեր երիտասարդ երաժիշտներին։ Խորհուրդ կտամ գալ մեր բոլոր համերգներին, 27-ին, 28-ին եւ 29-ին։ Կատակը մի կողմ, բայց իսկապես խորհուրդ կտամ, քանի որ այդպիսի մեծ հնարավորություն նրանք ինձ թվում է չեն ունենա, այդպիսի մակարդակի ֆլեյտահարների հետ շփվելու Երևանում, եթե չկարողանան գալ, մասնակցեն բոլոր հնարավոր
ամեն ինչին, ինչը որ տեղի ունենում Երևան քաղաքում, ոչ միայն համերգների, այլ նաև դասախոսությունների, լինել ակտիվ ունկնդիր, լինել ակտիվ մասնակից, շատ նվագեն, շատ համերգներ փորձեն իրենք տալ, մասնակցեն մրցույթների, շատ գիրք կարդան եւ ոչ մի դեպքում տատուներ չանեն, չէ, կատակ եմ անում արդեն։ Եվ ֆլեյտան որպես հոգևոր եւ մեղմ գործիք, ինչ է տալիս կատարողին։ Ոյ, դժվար հարց եք տալիս ճիշտն ասած, քանի որ ֆլեյտան իմ արդեն մասնիկն է եւ ես նրանով արտահայտվում եմ, կարելի ասել իմ ամբողջ ներաշխարհ բջիջներով եւ դժվարանում եմ պատասխանել, բայց ֆլեյտան երևի թե մի քիչ մեղմ է իհարկե իր բնույթով, բայց միշտ չի որ իրեն կարելի օգտագործել որպես մեղմ գործիք, այն ամենայն դեպս մնում է գործիք եւ նրանով կարելի է արտահայտվել եւ անել ամեն ինչ, ինչը որ կա քո մտքում։ Որ տարիքից հասկացաք, որ սիրահարված եք այս ամենին։ Մի անգամից 8 տարեկանում ես առաջին անգամ լսեցի ձեր ձեռքը եւ այդ պահից այն իմ ձեռքում է եւ ես այն չեմ իջացնում ոչ մի օր։ Իսկ ձեր կարիերայի ընթացքում ամենաայսպես տպավորիչ եւ հուզիչ պահերից մեկը կարող եք հիշել այս պահին։ Նույնպես դժվարանում եմ պատասխանել, քանի որ շատ հուզիչ դժվար հարցեր շատ։ Այո, կներեք։ Բայց շատ բաներ կարող եմ նշել, երբ որ մեծ երաժիշտների հետ բեմից դուրս գալիս, չգիտեմ, Պլասիդո Դոմինգոյի հետ օրինակ։ Կարծում եմ մեր հեռուստադիտողին շատ կհետաքրքրի, այդ իսկ պատճառով մանրամասնեք, խնդրում ենք։ Սիրով, օրինակ վերջին բաներից ինչ որ ուզում եմ հիշեմ, դա Վալերի Գերգիևի հետ համերգներ, երբ որ նա դուրս եկավ բեմ եւ ես կանգնած էի սպասում եմ, որ ինքը գա խոնարհվի եւ սկսի համերգը, ինձ մի պահ թվաց, որ ես ինչ որ YouTube-յան կայքում եմ գտնվում կամ հեռուստատեսության բան եմ, հերոս եմ, քանի որ ես սովորաբար նրան հեռուստատեսությամբ եմ տեսել եւ այդպես մի պահ ինձ թվաց, որ ես չեմ մասնակցում այդ համերգին, դա շատ տպավորիչ էր այդ պահին, կամ Կարնեգի հոլի համերգը, երբ որ մենք արդեն դուրս էինք գալիս բեմ եւ ես մի պահ մտածեցի Կարնեգի հոլում համերգ ունեք հիմա եւ ես հասկացա երազանքներ, որոնք ժամանակին այսպես կարելի է ասել անկատար էին, չէ՞ թվում։ Այո, իհարկե, կան, որովհետեւ կան շատ հրաշալի երաժիշտներ, ովքեր որ երազում են այնտեղ ելույթ ունենալ եւ ես այդտեղ բեմ եմ դուրս գալիս, նրանց մասին մտածում եմ, որ նրանք դեռ չեն ելույթ ունեցել այստեղ եւ ես հիմա համերգ եմ նվագելու Կարնեգի հոլում։ Հրաշալի է ուղղակի։ Իսկ մի բան ավելացնենք, որ համերգը պետք է բաց չթողնի հանդիսատեսը։ Մեր 3 համերգից։ Ցանկալի է ոչ մեկը բաց չթողեն։ Դե օրինակ ժամանակի խնդիր ունեն, չեն հասցնում, բայց այն 3-ից մեկը այսպես։ Ուրեմն բացման համերգը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ է լինելու եւ ելույթ ունենալու բոլոր մեր սոլիստները մեծ անուն ունեցող եւ ես խորհուրդ եմ տալիս բացման համերգին անպայման ներկա գտնվել։ Նաեւ պետք է ասեմ, որ մեծ նվագախմբի հետ հազվադեպ է, որ ֆլեյտայի փառատոններ է լինում եւ մենք կարելի ասել բացառիկներից ենք, որ կարողանում ենք կազմակերպել նվագախմբով բացում փառատոնի, դրա համար դա բացառիկ համերգ է, երևի պետք է ներկա գտնվել։ Իսկ այդ համերգներին, վարպետության դասերին, դասախոսություններին երիտասարդները ինչպես կարող են գալ ինֆորմացիան որտեղից գտնեն։ Ճիշտն ասած, ինֆորմացիան արդեն ամիսներ շարունակ տարածվում է տարբեր հարթակներում, թե սոցցանցերում, թե դպրոցների հետ ենք համագործակցում եւ նրանց ինֆորմացնում, թե անձամբ ես կապնվում եմ կամ մյուս կազմակերպիչները կապնվում են տարբեր դասախոսների կամ անհատների հետ, ովքեր որ կարող են հետաքրքրված լինել։ Եվ այս պահին ճիշտ ասած ազատ տեղ արդեն չունենք, բոլորը արդեն սպառված են, մեծամասամբ արտասահմանից են հետաքրքրված եւ գալու են Հայաստան այդ դասընթացները անցնեն մեր սիրելի Երևան քաղաքում, բայց կարող են, ովքեր որ հետաքրքրված են, կարող են կապնվել մեր կազմակերպիչների հետ, օրինակ Վարդան Վիրաբյանի հետ, իր Facebook-յան էջ, օրինակ
գրել եւ կարող են ներկա գտնվել որպես ունկնդիր կամ որպես դասախոսության մասնակից։ Իսկ ֆլեյտա գործիքի հանդեպ հետաքրքրությունը ինչ եք կարծում օրեցօր մեծանում է մեր երիտասարդության շրջանակներում համեմատում եք դրսի երկրների հետ։ Ֆլեյտան իհարկե ամենապոպուլար փայտյա փողային գործիքն է, երևի թե ամենաշատը ֆլեյտահարներ կան բոլոր տեղերում, բայց հիմա ես շատ մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ ի տարբերություն օրինակ 10-15 տարվա հետ, հիմա մենք Երևանում ունենք շատ լավ պատանի երաժիշտներ, շատ հրաշալի ֆլեյտահարներ, պատանի, ովքեր որ միջազգային մրցույթներում հաղթանակների են արժանանում եւ ինձ թվում է, որ նրանք դեռ մեզ շատ կուրախացնեն։ Հրաշալի է։ Եվ մեր հեռուստադիտողին հիշեցնենք, թե ինչ է տեղի ունենալու հոկտեմբերի 26-ին Երևանում մեկնարկում է ֆլեյտայի երկրորդ միջազգային փառատոնը, համերգներ, վարպետության դասեր, դասախոսություններ, հանդիպում, շփումներ եւ իհարկե հյուրեր տարբեր երկրներից։ Խորհուրդ ենք տալիս մեր հեռուստադիտողին, դե ասում եք արդեն սպառվել են տեղերը, հա։ Վարպետության դասընթացները, բայց համերգները ոչ պակաս հետաքրքիր են լինելու։ Համերգի տոմսերը դեռ առկա են այսինքն։ Այո, կարող։ Իսկ որտեղից կարող են ձեռք բերել, նշենք։ Բոլոր հարթակներից։ Բոլոր սոցիալական հարթակներից։ Ինչ որ հստակ տոմսարկղ կետեր կամ։ Տոմսարկղ կետեմ կամ հենց տոմսարկղներից դահլիճ համերգասրահերի Արամ Խաչատրյան համերգասրահի եւ Արնո Բաբաջանյան համերգասրահի։ Այո, մեր դասական երաժշտության սիրահար հեռուստադիտողներին հիշեցնում ենք եւ խորհուրդ ենք տալիս միանշանակ գնալ եւ վայելել այդ մոգական 3 երեկոները երաժշտական եւ շնորհակալ ենք իմ հյուրներ ֆլեյտայի Երևանյան միջազգային երկրորդ փառատոնի համակազմակերպիչ ֆլեյտահար Նարեկ Ավագյանը։ Շատ շնորհակալ ենք ձեզ, լավ օրվա շարունակություն ենք ցանկանում եւ մեծ հաջողություններ։ Իսկ այս պահին ես ցավոք սրտի այսպես սրտի խորը կսկիցով ասում եմ, որ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, սիրելիներս, ձեզ ցանկանում եմ դրական եւ գեղեցիկ օրվա շարունակություն եւ երաժշտությամբ ձեզ կասենք լավ օր։